Հափշտակություն է։ Հափշտակությունը դա նա է, երբ որ Քրիստոսը իր ընտրյալներին, մենք նոր կարդացինք, վերցնելու է երկրի 4 կողմերից իր ընտրյալներին, եւ սա միայն չի նշանակում բոլոր քրիստոնյաները, սա նշանակում է նրա ընտրյալները, նրանք, ովքեր սրտով ճիշտ են Աստծո առաջ, նրանք, ովքեր Աստծուն են փնտրում, նրա խոսքով են ապրում, փոխում են իրենց ճանապարհները, դուրս են գալիս ամեն մեղքերից, ովքեր մտքեր ունեն, որ մաքուր են, սուրբ են, բարի են, ողորմած են, ներող են, որոնց մասին խոսվում է, որ ամեն անարատ բաների մասին մտածեք, ամեն սրբության, ամեն բարության, ամեն սիրո բաների վրա։ Սրանք այդ մարդիկ են, ովքեր ընտրվելու են եւ նրանք վերցվելու են։ Քրիստոնյաներ լինելու են, որ չեն գնալու հափշտակության ժամանակ։ Սրանք այն քրիստոնյաներն են, որոնք խոսքով են քրիստոնյա, այլ ոչ թե վերափոխված քրիստոնյաներ են։ Սրանք այն քրիստոնյաներն են, որոնք ասում են, ես իմ Աստվածը ունեմ իմ մեջ, ինձ պետք չի, որ դու Աստվածաշունչ քարոզես, եւ չեն հավատում ու չեն ուսումնասիրում Աստվածաշունչը եւ Աստծո հետ հարաբերություններ չունեն։ Սրանք այն քրիստոնյաներն են, ովքեր համարում են իրանց առաջին քրիստոնյա ազգը եւ երբեք Աստվածաշունչ չեն կարդում։ Սրանք այն քրիստոնյաներն են, ովքեր կարդում են Աստվածաշունչը, ուրեմն ասում են, որ իրենք քրիստոնյա են, բայց իրենց մեղքերից չեն հրաժարվում։ Շարունակում են խաբել, շարունակում են ատել, շարունակում են բամբասել, շարունակում են չներել։ Այս քրիստոնյաները նույնպես չեն գնալու